Ողջույն սիրելիներ, այս տեսանյութով ես ուզում հասեմ, թե խոսենք մի քանի շարք տեսանյութեր եմ պատրաստել, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որ ոչ մի կառավարություն չի արել, նույնիսկ կան իրավիճակներ, որ մենք դարերով չենք ունեցել։ Եվ այսպես, առաջի բանը, որ ես հենց սկզբից կխոսեմ, ինչ արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, դա այնա, որ նա փորձեց խոսի աշխարհի հետ։ Մենք երբեք աշխարհի հետ չենք խոսել, մեր փոխարեն խոսել են։ Գիտեք, երևի մոտավորապես, եթե չասեմ, Բագրատունիներից այս կողմ մենք աշխարհի հետ չենք խոսել։ Մենք միշտ դիմել ենք հզորներին, որ մեր փոխարեն խոսեն, մեզ համար բարեխոսեն։ Իսկ գիտեք ինչ են նրանք խոսել, ասել են, երբ որ քեզ հարցնում են, դու գործ չունես, կնայես խելոքի երեսին։ Մենք ընդհանրապես նայել ենք նրանց երեսին, իսկ նրանք ասել են միմյանց, ապա չոմ Արմենիա ստոյետ, ինչ արժի Հայաստանը, որքան պետք է մենք իրար վաճառենք, եւ մենք միշտ այս գերտերությունների արդյունքում վաճառվել, տվել, կոտորվել, մի խոսքով ամեն ինչի մեջ անցել ենք, բայց միշտ մեր փոխարեն են խոսել, որովհետեւ մենք չենք խոսել։ Վերջին մարդը, որ մեր փոխարեն մեզ համար գնաց խոսելու աշխարհի հետ, վերջին մարդը դա Խրիմյան հայրիկն էր, երբ որ ասեց, ես գնամ աշխարհի հետ խոսեմ, ասեցին, ինչ պիտի խոսես, որ լեզով պիտի խոսես, դա ասեց, մի լեզու գիտեմ, այդ լեզով պիտի խոսեմ, այդ որն է, լացի լեզուն է, եւ մեզ դրսի դուրը փակեցին մեզ վրա եւ ասին գնա դրսում լացի, էլ չխոսես։ Եթե մենք այն ժամանակ խոսեինք աշխարհի հետ, գիտեք, որ գուցե այսօր Հայաստանը չլիներ 29,000 քառակուսի, այլ ավելին, մինչև 50, 60, 70,000 քառակուսի կիլոմետր։ Գիտեք, որ մենք ցեղասպանություն չէինք ունենա։ Գուցե երևի եթե մենք խոսեինք աշխարհի հետ, Ադրբեջանը այսքան մեծ չէր լինի, այլ փոքրիկ մի պետություն, այն էլ եթե կլիներ։ Եվ մենք ոչ թե զոհասեղանի վրա ինչ-որ մի խեղճ ճուկրակ պետություն, այլ ասողների հետ կնստեինք, եթե մենք խոսենք։ Սա մեծագույն ռիսկ էր, որովհետև մենք դարերով չէինք խոսում, մենք չգիտեինք աշխարհի լեզուն ինչ ձև է, մենք չգիտեինք մենք ինչ լեզվով խոսենք, եւ չգիտեինք ինչ պիտի վճարենք դրա դիմաց։ Ինչ որ միտեղ մենք վճարեցինք, թանկ վճարեցինք, որովհետև նորից չէինք խոսել։ Մեր փոխարեն միշտ խոսում էին վերջի տարիներին։ Դրա համար մենք վճարեցինք։ Հիմա քաջություն ունեցանք խոսելու։ Փաշինյան, սա մեծ ռիսկ էր։ Դուք գուցե չեք նկատում, բայց սա կյանքի ու մահվան միջև եղած ընտրություն է եղել այս կառավարության համար, ինչպես գնալ առաջ եւ ինչպես խոսել, եւ ինչ խոսել աշխարհի հետ։ Եվ աշխարհը արդյոք մեր բառը կհասկանա, մեզ կլսի, թե կասի օտար լեզվով ես խոսում, չեմ հասկանում, գնա այս կողմ։ Դրա համար են մեզ ասում «Ակամու նուժն Արմենիա», որովհետեւ գիտեն, որ ոչ լեզուն գիտենք, ոչ գիտենք ինչպես խոսելա։ Սա մեծ շատ ճակատագրական ռիսկ էր, որ այս կառավարությունը հանձն առավ իր վրա վերցնելու եւ խոսելու։ Ես սրա համար մեծագույն գովասանք եմ ուղղում այս կառավարությանը։ Եվ սա արժեցավ մեզ վրա այն, որ մենք մեր աչքերով տեսանք, որ մեր տուն հյուրեր եկան, մեր դուռը թակեցին աշխարհի մեծերը։ Մեզ սկսեցին լսել, ոչ միայն լսել, այլև մենք էլ սկսեցինք նրանց լսել, հասկանալ այդ լեզուն, խոսել նրանց հետ։ Եվ պարզվեց, որ նրանք վաղուց էին մեզ սպասում, որ մենք խոսենք։ Սրա համար արժե այս կառավարությանը մեծագույն դրվատանքներ։ Մյուս բանը, որ ես ուշադրություն դարձեցի, որ ես ուզում ասեմ։ Փաշինյանին դատապարտողներ կան, սիրողներ կան, ատողներ կան, պաշտպանողներ կան, այնուամենայնիվ բոլորը, թե պաշտպանողները, թե սիրողները եւ թե ատողները, նրանք բոլոր եւ թե նրանից պահանջողները մի բան են ինձ մոտ արձանագրեցի ապացուցում, որ այս կառավարությունը այնուամենայնիվ գործող կառավարություն է։ Ինչ որ բան անող է, ակնկալիքներ կա նրանից։ Դրա համար մարդիկ ոչ Քոչարյանի, ոչ Ռոբերտ Սերժի ժամանակ չեն պահանջել, որովհետև իմացել են, որ պահանջելու իմաստ չկա, բողոքելու իմաստ չկա, որովհետև անող չկա։ Իսկ այս կառավարությունը դա այն կառավարությունն է, որ մենք ակնկալիք ունենք, պահանջ ունենք, որովհետև գիտենք, որ ինչ որ մի բան արվում է։ Եվ նույնիսկ ընդդիմությունը սա ընդունում է։ Որտեղ այն մեղադրանքները, որ դու լսում ես, հասկանում ես, որ նրանք զգում են, որ այս կառավարությունը, օրինակ, ինչ ասում Սամվել Կարապետյանը, հիմար են, դպրոց են կառուցում, իսկ իրենք ոչինչ չեն կառուցել, ոչինչ, հասկանում եք, նույնիսկ ինչ որ մի բան չեն կառուցել, մենակ թալանել են, եւ իրանք մեղադրում են ասում, ապուշ են, փողոց են սարքում, դպրոց են կառուցում։ Մեղադրանքը հասկանում եք, ինչի մեջ է։ Մարդուն մեղադրում են գործ անելու մեջ, ինչ որ մի բան անելու մեջ, աբսուրդի ժանրից է։ Սա նույնպես։ Եվ վերջինը, այս տեսանյութում վերջինը, որովհետև անդադ մի քանի տեսանյութով պետք է ասեմ, թե ինչ արեց, որ ոչ մեկ չի արել,
Դուք նկատել եք երեխաների մեծ հոսքը դեպի Փաշինյան Նիկոլը։ Գուցե տպավորություն, թե սա PR-ը կամ սա տարածված բան է, մեմ է, որ երեխեքը սկսել են մոտենալ, բայց ոչ։ Բոլոր հասարակություններում երեխաները հասարակության ամենաանկեղծ ու մաքուր մասան են, որտեղ նրանք միամիտ են, անկեղծ են ու նրանց մեջ նենգություն չկա, որտեղ չեն ձևավորվել դեռ հələ որպես ամբողջական մարդ։ Դրա համար նրանց գործառույթները ինչ որ միտեղ անկեղծ են։ Եվ նրանք, որ մոտենում են երկրի ղեկավարին, երկու բան, նախ երկրի ղեկավարն էլ է նրանց մոտենում, նրանց հետ չի խոսում բանի պես, վերևինը ներքևինի պես, այլ հավասարը հավասարի պես, սա երեխաները զգում են, մեկ, երեխաները ազնիվ են, որովհետև մոտենում են, գիտեք, մի կարևոր նրբության համար, երեխան սկսել է իր ապագան տեսնել, երեխան սկսել է իր ապագան տեսնել, և այդ ապագայի մեջ հույս տեսնել, սա շատ կարևոր բան է, որ երեխան սկսել է իր ապագայի մեջ հույս տեսնել։ Ու երբ որ դու հիմա գնաս ընտրության ու ընտրես ուրիշ ղեկավարի, դու քո երեխայի հույսի վրա միացնես մեծ խաչ ես քաշելու, ասելու ես տելակոտ քո երեխային հենց այդպես ես ասելու։ Դու ով ես որ ապագա ունենաս, հելի ռադեղը գնա թափառական դառի աշխարհով մեկ։ Սա ես ասելու։ Սա ես ասելու քո երեխային։ Այնպես որ ամսի 7-ի օրը, ընտրության օրը, մտածի քո որոշումը ինչքան կարևոր է, ոչ միայն քո, այլև քո երեխայի ապագայի համար։ Եվ նորից եմ ասում, քո երեխան է ապացուցում քեզ, հենց քեզ, որ ես ապագա եմ տեսնում, չփչացնես իմ ապագան։ Իրավունք չունես, մենք միշտ մեր երեխաների ապագան փչացրել ենք։ 2000 դրամ վերցրել են, գնացել ենք 2 կիլո պեսոկ ենք առել ու ավիրել ենք այդ երեխեքի ապագան։ Եվ այդ երեխեքը հիմա դառել են 18, 20, 25 տարեկան, շատերը նույնիսկ կրթություն չունեցող, որտեղ ժամանակին իրենց ծնողները ավիրեցին իրենց երեխեքի ապագան։ Հիմա ժամանակն է, որ դու մտածես, նույն սխալն ես կրկնելու, թե չէ։ Այն մարդիկ, որ քեզ լավ բան են խոստանում, լավ բան խոստացողը քեզ կաշառք չի վճարի։ Չի կարա գա քեզ փոխտա ասի ինձ ընտրի, որ քեզ համար լավ անեմ։ Չի անի տես բան։ Լավ բան անող կասի, ախպեր, դու գիտես, ես քո համար լավ բան եմ ուզում անեմ։ Ուզում ես ինձ ընտրի, չես ուզում մի ընտրի։ Դա քո որոշելիքն է։ Ես էս եմ, հո չեմ ընկնի քո ոտքերը։ Բայց միթե լավ բան անողը պիտի ընկնի քո ոտքերը, քեզ կաշառի, քեզ համոզի, քեզ ստեր կերակրի, ինչա դու իրան ընտրես։ Նկատել եք, ես կառավարությունը ոչ կաշառում է քեզ, ոչ է։ Ասում է, ես անում եմ, արել եմ, անում եմ, անելու եմ։ Նորից ամենավառ վկան դա քո երեխեքն են, մեր երեխեքն են, որ դա ապացուցում են, որ մենք այս կառավարության մեջ հույս ենք տեսնում։ Ամենավառ վկան այն է, որ քո երկիր վերջի գոնե 30 տարվա մեջ, ինչ 30, սովետական միությունից սկսած մինչև հիմա, քո դուռը թակող չի եղել, քո դուռը բացող չի եղել, բայց հիմա գալիս են աշխարհի մեծերը։ Դու գնացել հասել ես այն մարդու տուն, որ այս երկրի թագավորն է, աշխարհի տիրակալն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների, համենայն դեպս մինչև այս պահը պատկերացնում ես, որտեղից ուր ես հասել։ Աստված թող օրհնի Հայաստանի Հանրապետությունը, մեզ բոլորիս եւ հայ ժողովրդին, որպեսզի մենք ունենանք ճիշտ, խելացի որոշում կայացնելու մեր ընտրության մեջ։ Ողջ լինեք։